Գործարկվել է ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել, ծանոթացել տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը։ Սրանք քանի տեղ են 2 4 10։ Սա 22 կլինի։ Էսել 22։ Նա 20-ը, սա 22 բան վարչապետ։ Ինչքան են։ Սա չէ։ Հիմնական ուղեկցության դիմարտակին կհատկացնենք եւ պետական պահպանությանը բան վարչապետ։ Ձեռքին 57 հատ, մի հատվածը հատկացրել ենք համայնքային ոստիկանությանը, քրեական ոստիկանությանը, այս տարի աննախադեպ թվով պարտադիր հարմարություն ենք ունեցել, թե գվարդիայի համար, թե համայնքայինի ու քրեականի։ Կարծում եմ հաջորդ տարի եթե մի փոքր հատված թարմացնենք, բավական լավ վիճակ կունենանք պարտում։ Ուղեկցող մոտոներ են, պարոն վարչապետ, նրանք պարբերաբար ուղեկցություններ իրականացնում են այս գույքով։ Բայց կարծում առաջիկայում այս մեծ մեքենաների փոխարեն կարելի է շեշտել մոտոների։ Դե էդ է ուզում ասել, օրինակ բանում Եվրոպայում հիմնականում ուղեկցությունների համար մոտոներ ավելի շատ են օգտագործվում։ Սրանք հակագազերն են։ Նոր են։ Այո, նորից ինչ տեսնում եք։ Սրանք լրիվ նոր են։ Այո, սա հայկական արտադրության է, պարոն վարչապետ, տեսնեք նաև փորձարկված տարբերակը, որ ինքը շատ լավ պաշտպանում է ծառայողներին։ Նորաստեղծ գվարդիան նոր ղեկավար ունի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ոստիկանության գվարդիայի հրամանատար։ افسر զգաստ հավասարությունը դեպի կենտրոն Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ, ներքին գործերի նախարարության, ոստիկանության գվարդիան իր կազմավորման օրվա կապակցությամբ շարված է։ Հրամանատար գեներալ-մայոր Բաբայան։ Հայաստանի Հանրապետության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության գվարդիայի ծառայողներ, ողջունում եմ ձեզ։ Ողջույն, պարոն վարչապետ։ Շնորհավորում եմ ոստիկանության գվարդիայի կազմավորման առիթով եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Մեր ակնկալիքն է, որ ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն եւ Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների եւ հենց իրենց ծառայողների համար, ելույթում նշել է վարչապետը։ Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում եւ սա կարեւոր շեշտադրում է, այսինքն մենք ոչ թե ոստիկանության զորքերը վերափոխում ենք ոստիկանության գվարդիայի, այլ մենք այսօր ստեղծում ենք ոստիկանության գվարդիա։ Իհարկե, անցած ճանապարհը եւ պատմությունը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում։ Սա կարևոր փուլ է ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար, նշել է վարչապետը, հավելել բարեփոխումները երբեք չեն ավարտվում։ Այն պահին, երբ որ մենք արձանագրենք, որ մենք բարեփոխումը ավարտել ենք, այդ նշանակում է սկսել ենք հետընթացը։ Չի լինում այդպիսի մի իրավիճակ, եւ պետական ինստիտուտները, պետությունը ընդհանրապես, եթե կուզեք նույնիսկ մարդը կանգի իրավիճակ չի ունենում, նա կամ բարելավում է, կամ առաջընթաց է գրանցում, կամ զարգացում է գրանցում, կամ հետընթաց է գրանցում, ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եվ ես ուզում եմ, որ մենք այս տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ սկսենք ոստիկանության գվարդիայի ծառայությունը, աշխատանքը։ Ժամանակ առ ժամանակ պետք է կանգ առնել, ամփոփել արվածը եւ վերանայել ռազմավարությունները։ Իհարկե ռազմավարությունը նրա համար է, որ մենք շարունակաբար իմանանք, թե որ ճանապարհով են գնում, բայց այդ ռազմավարության մեջ կան եւ բարեփոխման բովանդակության եւ ծառայության մեջ կան բազմաթիվ նրբություններ, սկսած կոնկրետ կյանքում ապրված փորձից, որովհետեւ ծրագիր ուրիշ բան է, թղթի վրա գրած որոշում ուրիշ բան է, իսկ կյանքը այնուամենայնիվ ցանկացած որոշման մեջ բերում է իր լրացումները անխուսափելիորեն։
Փաշինյանը նշել է, որ բարեփոխումների գործընթացի մեջ բազմաթիվ նրբություններ կան, որոնց պետք է անընդհատ անդրադառնալ, սկսած արտաքին տեսքից մինչև ֆիզիկական հոգեբանական պատրաստվածություն։ Ինչքան շատ նրբություններ ենք մենք սկսում նկատել, ուրեմն այնքան հաջող է ընթանում մեր բարեփոխումը, որովհետև բաներ կա, որ ի սկզբանե մեր մտքով չեր անցնում, դա նման է ճանապարհի, որովհետև երբ որ ճանապարհ է եւ դու գտնվում ես շրջադարձի առջև, դու չգիտես շրջադարձից այն կողմ ինչ է երևալու, ինչ տեսադաշտ է բացվելու, ինչ տեսարան է բացվելու։ Եվ եթե այդ տեսարանը, որը անծանոթ է քեզ բացվել է, այդ նշանակում է, որ դու հաջողություն ունես, դու նշանակում է հասել ես այդ շրջադարձին, հակառակ դեպքում այդ տեսարանը եւ այդ տեսադաշտը չեր բացվի քո առաջ։ Նոր հագուստ, նոր տրանսպորտային միջոցներ, նոր բովանդակություն, ուժի կիրառման նոր ստանդարտ։ Այդ ամենը պետք է կիրառվի, փորձարկվի եւ դրանք իրենց հետ բերելու են նոր հարցեր, նշել է վարչապետը։ Ծառայությունը այդ թվում պետք է հարմար լինի ծառայողին։ Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, որ դեպքում եւ ինչ պայմաններում ոստիկանությունը եւ ոստիկանության գվարդիան կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության ծառայողի համար էլ պետքա թափանցիկ լինի։ Ոստիկանության ծառայողն էլ պիտի իմանա որն է ուժի կիրառման իրադրությունը, որպեսզի իր մեջ էլ ինքը պետքա բավարար չափով տիրապետի, որ իր մեջ էլ մտավախություն կամ չլինի, հարց չլինի, ինքը այս դեպքում համաձայն օրենքի է գործում, թե համաձայն օրենքի չի գործում, որպեսզի հետագայում այդ թվում բարդություններ չլինեն։ Մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ չափազանց հազվադեպ, բայց եթե չլինեն ուժային կառույցներ, որոնք ի վիճակի են անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել, երկրում իրավակարգը պարզապես հնարավոր չի լինի, նշել է վարչապետը։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ, բոլորիդ, մեզ, բոլորիս, որպեսզի ոստիկանության գվարդիայում ծառայելը ամեն ամսվա հետ լինի ավելի պատվաբեր, ամեն ամսվա հետ լինի ավելի հարմարավետ, շարունակեն զարգանալ ոստիկանության ընդհանրապես եւ ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները, որպեսզի ոստիկանության գվարդիայի ծառայողը իմանա, որ իր ծառայության դիմաց վարձատրվում է համարժեք եւ մենք այս գործընթացը զարգացնելու ենք փոխկապակցելով յուրաքանչյուրի անհատական, ծառայողական, մասնագիտական որակների հետ։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։